Բարև ձեզ, դուք դիտում եք առավոտի հաղորդաշարը հոգևոր ընտրության մասին։ Մենք հաճախ ասում ենք, ինչ որ գործերս լավ չեն գնում։ Կարծես թե անհաջողությունների շրջան է։ Մի հատ գնամ եկեղեցի, աղոթեմ, մոմ դնեմ եւ գուցե իմ գործերը շտկվեն։ Եվ երբ այդ միջոցը չի օգնում, ասում ենք վերջ, ես իմ հավատը կորցրել եմ։ Բայց գուցե պետք չի սպասել, որ այդ միջոցով մեր գործերը շտկվեն։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Ղուկասի ավետարանում կա մի շատ հայտնի պատմություն։ Փարիսեցին եւ մաքսավորը գնում են տաճար աղոթելու։ Պետք է հասկանալ, այն ժամանակվա ընկալումներով փարիսեցիները բավականին հարգված մարդիկ էին։ Այդ հիմա է, որ մենք փարիսեցի անվանում ենք կեղծավոր, սուտի բարեպաշտ մարդկանց։ Իհարկե, այսօրվա մեր մոտեցումը ձևավորվել է նաև ավետարանի ազդեցության տակ։ Փարիսեցիները ի վերջո այն մարդիկ են, որոնք մասնակցեցին Քրիստոսի դեմ դավադրությանը։ Գեղանկարչության մեջ տարածված սյուժե է, թե ինչպես է Քրիստոս քննադատում փարիսեցիներին։ Օրինակ, այդ վեճը պատկերել է 16-17-րդ դարի նիդերլանդացի վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսը։ Բայց փարիսեցիները բոլոր դեպքերում այն ժամանակվա կրթված մարդիկ էին։ Ոչ միայն կրթված, նրանք Քրիստոսից 2-3 դար առաջ, այսպես ասած, անդիմություն էին, առանձնացել էին, որպեսզի պայքարեն սխալ ճանապարհով գնացող իշխանության դեմ։ Փարիսեցին թարգմանաբար նշանակում է հենց առանձնացած։ Եվ հակառակը մաքսավորը, այսինքն հարկեր հավաքողը, ընկալվում էր որպես բացասական կերպար։ Իհարկե, հարկեր հավաքողին ոչ միտեղ եւ երբեք դրական չեն ընդունում, բայց պատմական այն համատեքստում հատկապես բացասական էր վերաբերմունքը։ Ում համար էր մարդկանցից փող հավաքում մաքսավորը, այսինքն հարկահավաքը։ Ռոմի կայսրի, այսինքն օտար նվաճողների, օտար պետության համար։ Այդ հակադրությունը, այդ կոնտրաստը պետք է առակի իմաստը ցույց տալու համար, ինչպես է աղոթում հարգված մարդը եւ ինչպես է դա անում անարգվածը։ Փարիսեցին այսպես է սկսում. Աստվածին, շնորհակալ եմ, որ ես նման չեմ այլ մարդկանց, այդ անիրավներին, այդ թալանչիներին, այդ թվում նման չեմ այդ մաքսավորին։ Այսինքն նա իր անձը բերում է առաջին պլան եւ առանձնացնում է մնացած մարդկությունից։ Եվ հետո թվարկում է, թե ինչպես է նա բոլոր կրոնական ծեսերը բարեխղճորեն կատարում։ Իսկ մաքսավորը այդ տեսականորեն բացասական կերպարը նույնիսկ չի բարձրացնում աչքերը դեպի երկինք եւ միայն կրկնում է. «Ների՛ր ինձ Տեր, ների՛ր մեղավորիս»։ Այդպես է պատկերված դա 5-րդ դարի իտալական խճանկարում։ Ում վարկն է ավելի գերադասելի։ Քրիստոս ասում է, որ հենց մաքսավորն է տուն գնալու արդարացված։ Ինչու՞, որովհետև նա, որ իր անձը բարձրացնում է, կխոնարհվի, իսկ նա, ով խոնարհվում է, կբարձրանա։ Այդ առակը ոչ միայն աղոթքի, այլև մեր եւ Աստծո հարաբերությունների, եթե ավելի լայն վերցնենք, կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին է։ Մենք ուզում ենք տալ թե վերցնել, մենք ուզում ենք օգտագործել թե օգտակար լինել։ Ինչի համար է Աստծուն շնորհակալություն ասում փարիսեցին, որ նա ուրիշների նման չէ, որ նա բոլոր անհրաժեշտ ծեսերը կատարում է։ Դա նրա համար հիմք է, որ ինչ որ փոխհատուցում ստանա, ավելի լավ ապրի, ավելի հարմարավետ, թեկուզ հոգևոր իմաստով։ Արդյոք դրա համար է մեր հավատքը։ Պարզապես անսահման է մեր ձգտումը ամեն ինչ որ մի բանի համար օգտագործել, բայց աշխարհում կան ուտիլիտար առումով բացարձակապես անօգուտ բաներ եւ հավատքը դրանց շարքում է։ Այդ տեսակետից հատկանշական է Աստվածաշնչյան եւս մի պատմություն, որը առավել մանրամասն շարադրված է դարձյալ Ղուկասի ավետարանում։ Քրիստոս գալիս է հարազատ իր քաղաքը Նազարեթը եւ շաբաթօրը մտնում է ժողովարան, որտեղ նրան տալիս են Եսայի մարգարեի գիրքը։ Կարևոր է թե որ հատվածն նա կարդում։ Եսայի մարգարեից հետևյալ տողերն են. Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար էլ օծեց ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու։ Եվ փակելով գիրքը, Հիսուս ասաց. այդ ամենը իմ մասին է։ Բայց հետաքրքիր է նրա համաքաղաքացիների ռեակցիան։ Դրա մեջ եւ զարմանք, տարակուսանք կա, եւ մյուս կողմից ուրախություն։ Նազարեթի բնակիչների արձագանքը հետևյալն է. նա մեր հյուսն Հովսեփի որդին է։ Այդ ինչպես, ինչի շնորհիվ է, որ նա դարձավ այդքան իմաստուն։ Ինչի շնորհիվ է, որ նա կարողանում է հրաշքներ գործել, որ նա կարող է բժշկել մարդկանց։ Բայց եթե այդպիսի զորություն ունի, ավելի լավ է, քանի որ մերոնքական է, հիմա նա մեզ
օգտակար կլինի, բայց Հիսուս նրանց հիասթափեցնում է։ Նա զգում է այդ ուտիլիտար վերաբերմունքը եւ ասում է իր հայտնի խոսքն այն մասին, որ մարգարեն ընդունելի չէ իր հարազատ քաղաքում, բայց նաեւ ավելացնում է. Հիմա դուք կասեք հրաշքներ գործիր, բժշկիր, ինչպես որ անում էր մյուս քաղաքներում, բայց Քրիստոս այս դեպքում հրաժարվում է այդ հրաշքները գործել եւ օրինակներ է բերում Եղիսե եւ Եղիա մարգարեներից։ Երբ Աստված օգնում է ոչ թե իսրայելցիներին, ոչ թե յուրայիններին, այլ հեթանոսներին։ Օրինակ Իսրայելում բազմաթիվ բորոտներ կան, բայց բժշկվում է միայն մի ասորի։ Ինչի համար է այդ ամենը պատմում Քրիստոսը։ Ցույց տալու, որ Աստված փրկում է իսկապես հավատացյալներին եւ ոչ թե չակերտավոր յուրայիններին, որոնք գուցե ճիշտ ձևով են աղոթում կամ որոշակի ցեղի են պատկանում։ Այդ խոսքերից հետո նազովրեցիների վերաբերմունքը 180 աստիճանով փոխվում է։ Նրանք այլևս չեն ուրախանում, չեն հպարտանում, որ իրենց հայրենակից այդքան առաջ է գնացել։ Նրանք Քրիստոսին տանում են քաղաքից դուրս եւ նույնիսկ ցանկանում են վայր գցել սարից։ Բայց Քրիստոս անցնում է նրանց միջով եւ հեռանում է։ Այդպես է լինում, երբ մեր ակնկալիքները չեն իրականանում։ Բայց այդ ակնկալիքները գուցե չարժե ունենալ։ Համենայն դեպս, եթե խոսքը քրիստոնյաների մասին է, ընկալենք Սուրբ Գիրքը որպես դեղատոմս, որի պահանջները կատարելու դեպքում մեր երջանկությունը ապահոված է։ Ինչպես էլ այդ երջանկությունը ընկալենք կամ ինչպես այդ երջանկությունը հասկանանք, կամ ընկալենք Սուրբ Գիրքը որպես օպտիկա, որով մենք նայում ենք աշխարհին։ Ընտրությունը մերն է։